Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ոչինչ չի փոխվում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լեցված, մենք սկսում ենք օրդ բարին 21 TV-ի շրջանակներում ու ակնկալում, որ կարողանանք դրական ու բարի ռիթմերի Եվ այս պահին առաջարկենք երաժշտություն, ով չի արթնացել, թող արթնանա, որպեսզի դիտի այսօրվա մեր եթեր։ Թե ինչ վերադարձանք, ոմանք հիմա նախաճաշ են պատրաստում, ոմանք երեխաներին ճանապարհել են դպրոց եւ ուղղակի ուզում են հանգիստ նստել, ոմանք էլ մտածում են ինչ հագնել այսօր, որպեսզի լինեն եւ նորաձև եւ հագնվեն եղանակին համահունչ։ Այս հարցում իհարկե մենք ունենք մեր հիմնական մասնագետը Նաիրա Հարությունյանը, ով կօգնի քայլել նորաձևության հետքերով։ Բարև ձեզ 21 TV-ի եթերում կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ մենք քայլելու ենք նորաձևության հետքերով։ Եթե դեռ չեք կողմնորոշվել ինչ վերնահագուստ կրել, ուրեմն գնացինք միասին բացահայտելու։ Ձեզ սպասվում է վերնահագուստի իրական փառատոն։ Եկեք շարունակենք խոսել վերնահագուստի գլխավոր միտումների մասին, որպեսզի պատկերացում կազմեք այս ուղղությամբ ողջ բազմազանության մասին։ Օվերսայզ վերարկուներ եւ ազատ ուրվագծեր։ 2025 թվականի աշնանը նորաձև է օվերսայզ վերարկուն, ազատ լայն ներքևով եւ առավելագույն երկարությամբ մոդելները։ Դրանք միաժամանակ եւ ոճային են եւ շքեղ տեսք ունեն, բայց շարունակում են մնալ հարմարավետ։ Բոմբեր բաճկոններ 2025 թվականի աշնանը նորից վերադարձել է 80-ականների էսթետիկան։ Նորաձև են վինտաժային բոմբերները, թևքերին եւ ներքևում ռեզինով, կան ինչպես կարճ, այնպես էլ օվերսայզ տարբերակներ։ Գրելիքներն են սվին, տեքստուրավորված կաշի, վիլիվետ։ Թրենդային գույներն են սև, սուրճի, աղյուսի, մուգ ձիթապտղի, մոխրագույնի եւ բորդոյի։ Մոդայիկ են նաեւ կենթանական պրինտով բոմբերները։ Կարճացված թրենչ։ Եթե գարնանը ամենապահանջվածը գոտկատեղ ընդգծող թրենչերն էին, ապա այս աշնանը առաջնային դիրքում են ուղիղ կարճացված մոդելները, առանց ավելորդ դետալների, բարձր վզակապով։ Ջինսե բաճկոններ։ Ջինսե բաճկոնները դասական միտում է, որը գրեթե երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Առաջին ջինսե բաճկոնները ստեղծվել են Լևիս ընկերության կողմից 20-րդ դարի սկզբում։ Այդ ժամանակ դրանք համարվում էին աշխատանքի համար նախատեսված հագուստ եւ հաճախ կրում էին ջինսե տաբատի հետ։ Իսկ այսօր ջինսե բաճկոնը անկախ նորաձև տար է, որը հրաշալիորեն համադրվում է կիսաշրջազգեստների, զգեստների, սարաֆանների եւ տաբատների հետ։ Կաշվե բաճկոններ։ Կաշվե բաճկոն, կոսուխան 2025 թվականի աշնան գլխավոր թրենդերից է։ Փոխանակ դասական սև տարբերակներին մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ավելի նրբաճաշակ տարբերակներ, բորդո դարչնագույն սպիտակ գույներով։ Փքված ժիլետներ։ Փքված ժիլետները հիանալի են միջսեզոնային եղանակի համար եւ ներդաշնակ են շերտավոր հագուստի թրենդի հետ։ Կարելի է դրանք կրել սվիտերի վրա, վերարկուի տակ կամ համադրել զգեստի եւ երկարաճիտ կոշիկների հետ։ Դե ինչ սիրելիներս, ես համոզված եմ, թե ինչպեսի ոչել ունենաք սպորտային կամ դասական, դուք այս աշնանը անպայման կգտնեք ձեր վերնահագուստի իրական տարբերակը։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Մնաք բարով։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ Նաիրան օգնեց ձեզ օրինակ այսօր կամ վաղը ինչ հագնել, իսկ եթե չեք որոշել ինչ հագնել, ապա տաք հագեք, որպեսզի չմրսեք։ Ուղղակի տաք հագեք, այո։ Դե ինչ ելիներս բացի նորաձևության հետքերից մենք այսօր նաև գնալու ենք արվեստի հետքերով ու տարիների պատմություն ունեցող թատրոնին ենք անդրադառնալու, այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, այնպես որ սիրով ներկայացնում եմ Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ գիտենք, որ վերջերս տոնվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի հիմնադրման 45-ամյակը, սա իսկապես շատ կարևոր տոն է բոլորիս համար, շնորհավորում ենք ձեզ այդ կապակցությամբ եւ ուզում ենք իմանալ ինչպես անցավ տոնը առհասարակ երեկոն, ինչպես էր կազմակերպված եւ ինչպես էր պատրաստվել թատրոնը։ Այո, նախ Աբովյան քաղաքի թատրոնի մասին խոսելուց պետք է հասկանանք իր անցած դժվար ճանապարհը եւ սա հատուկ մենք որոշեցինք, որ պետք է նշենք, բայց մենք ասում ենք ոչ թե թատրոնի 45-ամյակն ենք նշում, այլ Աբովյան քաղաքում թատերական գործունեության 45-ամյակը։ Առհասարակ, որովհետև թատրոնը թե ինչ ճանապարհ է անցել ու ինչ է դեռ անցնում, դա կարծում եմ շատ դժվար է, որովհետև թատրոնը ինքը 80-ական թվականներին ձևավորվել է, այդ
ինչպես ասում են, թատերական ոսկե շրջանում, երբ որ ամեն ուր, ամեն տեղ թատերական գործունեություն էր ծնվում։ Սիրողական թատերախմբի մոդելի հիման վրա այդ ժամանակվա էնտուզիաստները ստեղծում են թատերախումբ Հայելի անվամբ եւ 83-ից 86 թվականներին այնպիսի գործունեություն են ծավալում, որ արդեն ստանում են ժողովրդական թատրոնի կոչում։ Դա ամենաբարձրագույն կոչումներից մեկն է եղել այդ շրջանում եւ թվում էր թե Աբովյան քաղաքը արդեն վերջ ունի իր կայուն թատրոնը նաեւ մշակույթի պալատում, որը որ արդեն կառուցվել է, բայց ցավոք սրտի 90-ական թվականները դժվարացնում են բոլոր տեսակի գործողությունները, իսկ առհասարակ նորաստեղծ թատրոնը չի դիմանում այդ ամեն ինչին, շատերը լքում են երկիրը եւ մի քանի էլի էնտուզիաստների գործունեությամբ թատրոնը շարունակում է աշխատել, տեղափոխում են գործունեությունը հիմնականում նկուղային հարկ, որտեղ փոքրիկ բեմ են պատրաստում, այնտեղ տեխնիկային ներկայացումներ են անում, տաք շրջանին մեծ բեմում են աշխատում, ցուրտ շրջանին փոքրում եւ այսպես տարեստարի անընդհատ փորձում են մշակութային կյանքը քաղաքում վառ պահեն։ Ինչը եկել հասել է ինչև մեր օրեր, բայց ցավոք սրտի էլի մենք էլ տակ շրջանում խաղում տեղափոխվում եք։ Մեծ բեմ, ցուրտ շրջանում իջնում ենք նկուղ։ Սրան գումարած նաև այն, որ այսինքն շենքային պայմանները ոչինչով չի տալիս, որ մենք 21-րդ դարին համահունչ աշխատենք, իսկ դրան գումարած նաև որ չկա թատրոնը փաստացի չունի կարգավիճակ 2000 կարծեմ եթե չեմ սխալ 15 թվականին 16 լուծարվում է թատրոնը որպես համայնքային կառույց եւ մինչեւ այսօր դեռևս չենք հասկանում ուր են գնում մենք հիմնադրամ ենք որպես գործում թեպետ գիտենք որ մեր այս պահին Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ որպեսզի մոտ ժամանակներս վերաբացվի թատրոնը որպես համայնքային քաղաքի կարգավիճակ հուսանք կստացվի որովհետեւ նախորդ 5 տարիների ընթացքում մենք անընդհատ այդ թեմայի շուրջ ունենում ենք նախկին քաղաքապետ հետ, ներկայիս քաղաքապետ, բոլորն էլ փորձում են ինչ-որ բանը, բայց թե ինչն է պատճառը, որ չի լինում, չգիտենք, ուղղակի լիահույս ենք ու ինչպես մեր ծննդյան այդ օրը բոլորն ասում էին, հույսներդ չկորցնեք եւ մենք էլ դեռ չենք կորցնում հույսներս, սպասում ենք հուսալով, որ լավ կլինի։ Նաեւ ուրախացնում է այն հանգամանքը, որ շատերը փորձում են մեզ օգնել, որ մենք հանկարծ չլինի հիասթափվենք։ Օրինակ պետք է ամենա որ այսպես խոսենք, դա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունն է, որ այս վերջին հատկապես 3 տարիները չկա ամեն մի տարի, որ մեզ դրամաշնորհ չհատկացնեն, որ մենք նոր ներկայացում անենք։ Աբովյանի համայնքապետարանը, որ անընդհատ փորձում է մեզ օգտակար լինել, օրինակ այս տարվա մեր բեմադրված 3 ներկայացումներից 2 ներկայացում, մեկի ֆինանսավորումը նախարարությանն էր, մեկին համայնքապետարանին է։ Հովնանյան հիմնադրամը ընդամենը 1 ամիս առաջ հաստատեց մի դրամաշնորհ, որի հիման վրա մենք նորագույն 21-րդ դարին համահունչ լույսեր ունեցանք, որոշակի այլ տեխնիկաներ ենք արդեն ունենք եւ հենց մեր ծննդյան օրն էլ շատերը զարմացել էին, թե ինչ լավ լույսեր ունեք։ Այո, ամեն ինչ Հոբելյանը անցավ այսպես համեստ ոչ շատ այսպես ճոխություններով լեցուն հիմնականում նպատակն այն էր փորձել ներկաներին ներկայացնել անցած ճանապարհը դժվարին ճանապարհը որի համար մենք փոքրիկ ֆիլմ էինք պատրաստել որ պարբերաբար ցույց էինք տալիս եւ նաեւ շնորհակալությունը մեր հայտնեցինք պատվոգրերի տեսքով այն մարդկանց ովքեր այս վերջին հատկապես 8 տարիներին կամ դրանից ավելի երկար եղել են այդ կառույցի կողքին եւ փորձում են ամեն ինչ անել, որ հանկարծ թատրոնը չտուժի։ Շատ բարի առաջարկում ենք այս պահին դիտել փոքրիկ տեսանյութ, հա, թե ինչպես է անցել այդ երեկոն եւ վերադառնանք։
Դե ինչ դիտեցինք տեսանյութը, եթե նոր եք միացել, մեզ մոտ ունենք հյուր, այսօր խոսում ենք թատրոնի մասին, Աբովյանի թատրոնից մենք ուղղակի ունենք լավ նորություն, որովհետև Աբովյանի թատրոնը նշում է իր հոբելյանական 45-ամյակը։ Այ հյուրերի մասին խոսեցինք եւ հետաքրքիր է բացի հյուրերից նաեւ ի վերջո պատրաստվել եք եւ ունեք խաղացանկ նոր հոբելյանական է ի վերջո խոսենք խաղացանկից ինչ նոր ներկայացումներ կան եւ ինչ կարելի է դիտել։ Այս վատ պայմաններում 3 պրեմիերա ինչպես եք հաջողել մեկ ամսվա ընթացքում։ Ցավը նրանում չէ թե ինչպես ենք հաջողեցել, մենք դա միշտ ենք անում ներկայացում, ցավը նրանում է, որ թափ ես հավաքում ներկայացումներ խաղալու եւ ցրտերը գալիս են։ Ուղղակի չես կարող։ Էլ ոչինչ չես կարող Շենքի պայմաններից։ Սպասելով թե երբ պիտի նորից գարունը գա, բախտդ բերի այդ տարի մի քիչ ավելի շուտ տաքանա տաք լինի, հա։ Որ դու նորից խաղաս, այնտեղ էլ նորից սկսում ես խաղալ, թվում է թե հեսա, սկսում ես աշխատել։ Անմիջապես կախված եք եղանակից, այսպես ասած։ Եղանակային թատրոն ենք դարձել։ Բայց այս ամենի ֆոնին ԿԳՍՄ նախարարության աջակցությամբ բեմադրեցի ես Վիլյամ Սարոյանի տարեկանի Արտուն դրաման, բոլորովին այլ մոտեցումների ցուցաբերել, այսինքն միշտ այդ տեսակ տպավորություն կա սարոյանական ներկայացումները, երբ որ տեսնում ես, այդ մի տեսակ բոլորի մթնոլորտը կարծես նույնը լինի, որ նայում ես տարբեր ներկայացումներ, այդ 1920-ական թվականների հագու կապը, սարոյանական ջազային երաժշտություն այդ թվերի եւ այլ մենք լրիվ այլ տեսակետից գնացինք, մենք մի քիչ այլ մոտեցում բերեցինք, այնտեղ չկան որևէ նմանատիպ դետալներ եւ մենք փորձում ենք մարդկանց ուղղակի հետ զրուցել այն գեղեցիկ հումանիստի մասին, որը Սարոյանն էլ բերում այդ պիեսում, որովհետեւ այս պիեսն էլ Սարոյանի այլ պիեսների հետ համեմատականով շատ է տարբերվում, որովհետեւ այստեղ ինքը բոլորովին փիլիսոփայությամբ խոսում է կյանքի, մահվան, ծնունդի, մինչև ծնվելը այդ վիճակների մասին, ինչը շատ գեղեցիկ ստացվեց հանդիսատեսի հետ շփումը եւ մենք ուրախ ենք, որ ներկայացումը ստացվեց, մենք հասցրեցինք այդ կարճ ժամանակահատվածում 3 ներկայացում խաղալ։ Հիմա էլ չենք խաղալու, մինչև գարունը կբացվի կամ կլինենք հյուրախաղերի։ Երկրորդ ներկայացումը մանկական ներկայացում էր, որը Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ իրականացվեց, ռուսական հայտնի հեքիաթի մոտիվներով բեմադրեցինք Մաշենկան եւ Արջը ներկայացումը, որը կրկին արեցինք երեխաների համար որպես մյուզիկլ, կոմպոզիտորն է Վահե Հայրապետյանը, ով գրել էր ամբողջ երգերը եւ երաժշտությունը, եւ երրորդ ներկայացումը մեր թատրոնի հաշվին, այսպես ասած, բեմադրվեց մեր թատրոնի երիտասարդ դերասան, որը նաեւ դեբյուտ արեց որպես ռեժիսոր, Ռուբիկը Կարապետյան, բեմադրեց ամերիկահայ դրամատուրգ Խորեն Արամոնու «Սպասում» պիեսը, որը էքսպերիմենտ էր արել Ռուբենը, մեր թատրոնով շատ ենք սիրում էքսպերիմենտներ, բեմադրվեց ներկայացումը թատրոնի ճեմասրահում երեկոյան ավելի կողմ, որպեսզի հանդիսատեսը ներկայացումը վայելի, երբ որ սկսվում է ցերեկը, հետո տեսնի արդեն մթնշաղ եւ ավարտվի, երբ որ մութն արդեն ընկել է, խաղացինք եւ ի ուրախություն մեզ այդ շրջանն էլ համընկավ այնը, որ պարոն Արամոնին Հայաստան եկավ, ներկա էր իր պրեմիերային, ողջույն պարոն Արամոնի։ Հրաշալի։ Մենք արեցինք եւ դրան գումարած նաեւ մեր խաղացանկային այլ ներկայացումներ, որոնք էլի խաղացինք, հասցրել ենք արդեն այս 1.5 ամսում խաղալ շուրջ 15 ներկայացում։ Հրաշալի, իսկ հանդիսատեսը մեծամասամբ հենց Աբովյան քաղաքից է, թե մայրաքաղաքից էլ ունեք հանդիսատես։ Երևի թե 90% եւ ավել Աբովյանից են, բայց ունենում ենք հանդիսատես նաեւ այլ շրջաններից, Երևանից ամենաշատը, Թալենից ենք ունեցել հանդիսատես, դե Կոտայքի մարզը ամենագերակշռող մաս։ Ես բայց առաջարկում եմ մայրաքաղաքից շատ լինեն, որովհետեւ Աբովյանը շատ մոտիկ է, ընդամենը 10 րոպե տարբերությամբ, հա, Ավանից մինչև Աբովյան, կարելի է գնալ եւ Աբովյանում դիտել ներկայացումներ, շատ լավ ներկայացումներ են, սիրելի հեռուստադիտող։ Նաեւ կօգնեք թատրոնին ձեր ներկայությամբ եւ ձեր այդ մի փոքրիկ տոմս, որ կգնեք, դա շատ կարեւոր բան է թատրոնի պահպանման համար։ Մեր քաղաքը մաքուր, երևի այն մաքուր քաղաքներից մեկն է, որ ես եղել եմ, շատ կոկիկ, գեղեցիկ, կանաչ, խցանումներ գրեթե չկան, բայց դե ոնց է զարգանում քաղաքը, հատկապես թատրոնի շրջակայքում էլ նոր շենքեր են կառուցվում, կյանքը թարմանում է։ Հուսով ենք մենք էլ այս թարմացող քաղաքին զուգահեռ կթարմանանք։
Արմեն հետաքրքիր է, այ ունեք այսպիսի բազմաժանր ու շատ հետաքրքիր իհարկե խաղացանք ծմրանը, քանի որ տարածք չունեք։ Արդյոք փորձել եք ծմերները կազմակերպել այսպես հյուրախաղերով ավելի շատ մարզերում ներկայանալու, այս պահին ուղղակի գաղափար մոտես առաջացավ եւ արել եք դա եւ ինչպես է ընդունվել, եթե վստահ եմ որ արած կլինեք։ Այո, տեսեք, մենք ունենք երկու դահլիճ, մեծ եւ փոքր, մեծը մոտավորապես 580 տեղ է, փոքրը 120 մենք այսինքն երբ որ ցրտերն ընկնում են ներքևը նորմալ ջր տաքացվում ենք տեղափոխում ենք ներքև եւ այնտեղ ենք շարունակում այնտեղ էլ ունենք հատուկ այդ փոքր բեմի համար խաղացանք նու բայց չկա հյուրախաղերի շատ ենք լինում իսկ փառատոնների դե մենք պատրաստ ենք միշտ մասնակցել մնում է առաջարկ լինի առաջարկ են հաճախ մենք էլ ենք դիմում հատկապես տեղական փառատոններին, բայց մեզ համար անհասկանալի է, թե օրինակ միշտ մեր թատրոններն են մասնակցում, չգիտեմ պատճառը որտեղ է թաքնված, ես անձամբ ինքս միշտ պատրաստ եմ մասնակցել, որովհետև դա փառատոնը դա թարմություն է տալիս ոչ միայն քո թատրոնին, այլ նաև հանդիսատեսին, ով էլ միշտ սովոր է գնալ տեսնել նույն թատրոնների գրեթե նույն ներկայացումները միշտ փառատոններին, ինչը ինձ համար անընդունելի է, որովհետև երբ ես էի ժամանակին Աբովյան քաղաքում կազմակերպում թատերական փառատոնի ես մի սկզբունք ունեի անձամբ ինքս բոլոր Հայաստանի Հանրապետության թատրոններին զանգահարում եւ ասում էի մենք ունենք փառատոն կցանկանաք իրենք էին մերժում դա ուրիշ խնդիր վաղը մյուս օր որևէ թատրոնի ղեկավար կամ տնօրեն չէր կարող ասել օրինակ Աբովյան քաղաքի թատրոնի փառատոնը այսպես ընտանեկան ձևերով բայց ես ցավով եմ նշում սա, որովհետև երբ որ նայում եմ մեր երկրում հաճախ կազմակերպվող փառատոններ, մտքերի մեջ եմ ընկնում ինչու։ Փորձել եմ այդ հարցի պատասխանը գտնել, միայն ինչու չտալով, հարցու փորձեր եմ արել, դե ստացել եմ այդ պատասխանը, որովհետև չգիտեմ, օրինակ փառատոնի կազմակերպիչ ասել է դե ես չեմ որոշում խաղացանքն էս ինչն է կազմում էս ինչին ես ասում դե դուք եք ասում դե ես չեմ թատրոնի դե ես չեմ կազմում էս ինչն է այս ցուցակը տվել էս ինչին ասում ես ցուցակը դուք եք տվել մեզ էլ կարող եք ներառել ասում դե ես ոչ չեմ դա անում նա այնտեղից ասում այսինքն չգիտեմ ինչ է պետք անել որ այս ամեն ինչը փոխվի պետք է եթերից խոսել օրինակ որ հենց այդ ցուցակագրող մարդիկ հիմա դիտեն ու հասկանան որ այդպես չի կարելի եթե կա ցանկություն այն էլ մարզային թատրոնի պետք է միշտ ընդառաջել միշտ մեզ համար շատ ավելի հեշտ եւ ստացվում անցնել միջազգային փառատոններ, քան օրինակ իմանալ հանրապետական ոնց մասնակցես տեղական փառատոնը, նույնիսկ չգիտես էլ ոնց մասնակցես Իսկ հյուրախաղերի առումով շատ ակտիվ ենք, մենք այս տարի գարնան շրջանն ենք, բավականին հյուրախաղերին ենք Արմավիրում, Երևանում ենք ներկայացումներով հաճախ հանդես գալիս եւ շատ խաղում ենք Էջմիածնում, Վաղաշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Մեր բավականին լավ ընկերներն են, մենք նույնիսկ համայնքապետարանի հետ Էջմիածնի հուշագիր ունենք, որտեղ պարբերաբար մեր ներկայացումներն ենք խաղում եւ այսպես նաեւ որպես մարզ օգնում ենք մեկ այլ մարզի իրենց քաղաքում թատերական մշակութային կյանքի զարգացման համար։ Այ հետաքրքիր է նաև ինձ, քանի որ դուք ճունեք հիմնական, այսպես ասած, ֆինանսավորում, հիմնական այդ հատված, նաև դերասանների հիմնական կազմի ընտրության հետ կապված վստահ եմ, որ ունեք դժվարություններ, որոշակի բարդություններ, ոնց եք այս ամենը։ Թե ուղղակի նվիրյալ մարդիկ են այդպես։ Եթե լինում է այսպես դրամաշնորհներ, բոլորը հստակ աշխատավարձերով աշխատում ենք, եթե ոչ, ապա խաղում ենք ելույթավճարային սկզբունքով, իսկ մնացած ժամանակը ամեն մեկս ազատ ենք եւ տարբեր նախագծերում ենք ու այդպես գումար ենք վաստակում։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը թատրոնին պարգևատրեց այդ օրը նաև Հայաստանի թատերական գործունեության միության ոսկե մեդալով վերջին տարիներին ձեր ունեցած լուրջ ստեղծագործական ձեռքբերումների ու հոբելյարի արդիվ։ Ես իհարկե շնորհավորում եմ այս կապակցությամբ սրտանց, որովհետև արժանի եք, բայց կցանկանամ, որ այսօր էլ եթերից հնչի այն հարցը, որ պետք է դուք ունենաք կարգավիճակ վերջապես եւ պետք է ընդառաջել ու օգնել մարզում աշխատող մեր հոգատար նվիրված արտիստներին, ռեժիսորներին, տնօրեններին, ովքեր ջանասիրաբար անշահախնդիր աշխատում են եւ ճանապարհ տալ, հարթել, հրավիրել փառատոնների։ Մենք կսպասենք հաջորդիվ մեր եթերում ու կբարձրացնենք, որ դուք օրինակ մասնակցել եք այսինչ փառատոնի այստեղ Հայաստանում եւ ոչ միայն, հա էլի։ Սպասում ենք մենք դրան։
Կլինի։ Սրտանց։ Ու ցանկանում Ու թող որ լինի։ Ու թող որ լինի։ Լավ նորությունների ենք սպասում։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալեցիք, հերթական անգամ զրուցեցինք եւ հուսով ենք ձեր, այո, ինչպես դուք ասացիք, ձեր խոսքը տեղ կհասնի։ Մեր հյուրներ Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն դերասան նաև Արմեն Սարգսյանը, դերասան, ռեժիսոր ու լավ մարդ, մշակույթը սիրող ու արվեստը գնահատող։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար եւ ձեր կատարած աշխատանքի համար ու այդ աշխատասիրության համար ու համառության համար, որ մինչև վերջ գնում եք։ Ամեն ինչ լավ է լինելու եւ դուք բարին եք անում, արվեստ եք արարում, իսկ դա չի կարող իր պտուղները չունենալ։ Այնուամենայնիվ իր ճանապարհը գտնելու է եւ այո, ասենք որ Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է իր 45-ամյա հոբելյանը, գնացեք Աբովյան թատրոն, այնտեղ շատ լավ խաղացանք կա եւ դիտեք թատրոն ու ձեր կյանքում ավելացրեք եւս մի կարեւոր ներկայացում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարով, ձեզ հետ վրեժն ու Անահիտն էին առայժմ։